Հա, բարև նորից հարգելի ժողովուրդ, ես համարենք 16:00-ի ուղիղ եթերն է, ասեցի, որ ժամը 1 դուրս եմ գալու ուղիղ եթեր, եւ այսպիսով 14:00, այսինքն ժամը 2-ի դրությամբ կան տվյալներ, որի հետ կապված ուզում եմ որոշակի հաշվարկներ իրականացնենք։ Տվյալները նախ մխիթարող տվյալներ են, այսինքն լավ տվյալներ են, մասնակցայնությունը 21 թվականի համար համեմատ էականորեն բարձր է։ Ուրեմն ժամը 14:00, ժամը 2-ի դրությամբ ինչա տեղի ունեցել։ Ժամը մի րոպե, ժամը 2-ի դրությամբ մի քիչ մի թեթև կլորացրած եմ տվյալները ձեզ հիմա տալու։ Մի րոպե։ Այս ինչա։ Զանգի ասում են, որ ձեզ ենք ընտրել, հուսանք պատվադից չենք անի։ Էսի մի հատ բացեմ, մի երկու բան կա, որ պետքա ցույց տամ, էլի հիմա ժողովուրդ, համ էլ հավաքվում եք, ուրեմն սենց է վիճակը, 34% ընտրողների ժամը 2-ի դրությամբ արդեն ընտրած են եղել, մասնակցած են եղել ընտրությունների։ 21 թվականի համեմատությամբ դա անում է 7% ավելի շատ։ Այսինքն 21 թվականին կներեք, ուրեմն 21 թվականի դրությամբ 27% մասնակցություն ա եղել ժամը 2-ի դրությամբ ցերեկվա, իսկ հիմա 34%, 7% ավելի շատ։ Սա ինչա նշանակում։ Եթե այս տեմպերով շարունակվի եւ մինչեւ օրվա վերջ եւս 7% ավելի մեծ մասնակցայնություն լինի, դա կանի մոտավորապես անցածի համեմատ 15%, 14-15% ավելի շատ մասնակցություն։ Հիմա տեսեք, թե ոնց է հաշվարկները դրանով փոխվում։ Ժողովուրդ ջան, կարծում եմ, հիմա իմ թվերը ասեմ, դուք կարաք ձեր թվերը սրա վրա դնեք, բայց կարծում եմ, գործող իշխանությունները ընդհանուր ունեն 30% ձայն, այսինքն ամբողջ ընտրողների մեջ իշխանություններն ունեն 30% քվե։ Եթե մասնակցում է կեսը ընտրողների, ապա ավտոմատ իրենց քվեների աստիճանը կրկնապատկվում է եւ իրանք ստանում են 60% ձայների։ Դա էր իրանց հաշվարկը, երբ որ գործող իշխանությունների ղեկավարը հայտարարում էր, որ իրանք կարող են սահմանադրական մեծամասնություն հավաքեն, այսինքն 2/3-ը։ Իրենց հույսը, որ մասնակցությունը կլինի 21 թվականի նման, այսինքն 49-50%, եւ իրենց 30%-անոց ընտրազանգվածը ադմինիստրատիվ ռեսուրսի հետ միասին, դրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան արդեն հրապարակված, իրենց 30%-անոց զանգվածը կդարձնեին 60%, եթե մասնակցությունը լիներ 50%։ Հիմա ստացվում է, որ մասնակցայնությունը 60-65% է դառնում առնվազն, եթե այս տեմպերը պահպանվեն։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, օրինակ, 60% մասնակցայնության դեպքում, եթե բոլոր ընտրողների ընտրելու 60%, դառնում է 50%։ Եթե բնակչության ընտրողների 60%-ից մի հոգի էլ ավել եթե ընտրություն ունեցողներից 60% եւ +1 մասնակցայնություն լինի, ապա 50%-ը գործող իշխանությունը չի հավաքում։ Պատկերացնում եք, 60% +1 մասնակցայնության դեպքում, սա իմ հաշվարկներն են, մոտավորություն կա, բայց հեսա ավելի կհստակեցնենք։ 60% մասնակցայնության դեպքում իշխանությունը 50% չի հավաքում։ Հիմա կանխատեսվում է արդեն իսկ եղած տվյալները հաշվի առնելով, որ կլինի 65% մասնակցայնություն։ Դա նշանակում է իշխանությունը չի կարողանում 50%-ից մի բան էլ իջնում ան, դե մի քանի 3% էլ է իջնում, այսինքն գծետը 47% է հավաքում, իսկ դա նշանակում է, որ չի կարող միանձնյա իշխանություն ձևավորել ու կամ ընթացքում ինչ որ համաձայնության են գալի կամ գնում է երկրորդ փուլ։
Այսինքն փաստացի կարելի ասել երկրում տեղի է ունենում իշխանափոխություն։ Ժողովուրդ, այս պահի դրությամբ գործող թվերը արդեն հույս են ներշնչում, որ կարա տեղի ունենա իշխանափոխություն։ Դրա համար գնացեք ընտրատեղամասեր, որովհետև այս ընթացքում էլ ինչեր կարող են անել, չեն կարող ասել։ Բայց արդեն երևում է, որ մեզ մինչ այս պահը արդեն 34% մասնակցայնություն կա, եւս 34% մասնակցայնության դեպքում մենք հատում ենք 65% մասնակցայնության շեմը։ Իսկ դա բերում է նրան, որ գործող իշխանությունները չեն կարողանում 50% հավաքել։ Ոչ մի բանի մասին մի մտածեք, ձեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին խրախուսեք, հորդորեք գնան եւ մասնակցեն ընտրություններին, գնան ընտրատեղամաս եւ իրենց ձայնը թող չփոշիանա, թող չվերածվի ինչ որ ինքստինքյան իշխանություններին գնացող այսպես քվեի։ Էնպես որ շարունակում ենք հետևել ընդհանուր տեմպերին, շարունակում ենք հույս ունենալ, որ ընտրական ճանապարհով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Հիմա ասենց խաղաղ հանգիստ երկիրը նստած է, բայց ինչքան մեծ մասնակցայնություն եղավ, այնքան իշխանությունները վերարտադրվելու հնարավորություն չունեն։ Ես ուրիշ մոտիվացիա չեմ ուզում ասեմ։ Մի սկզբունք իշխանափոխությունը հանրապետականության, հանրապետություն լինելու առանցքային սկզբունք է։ Չկա իշխանափոխություն, թագավորություն է։ Կա իշխանափոխություն, հանրապետությունը։ Այսքան բան։ Այսինքն եթե պետք է միայն մարդը ցմահ կամ ծանր հիվանդությամբ, մահվան կամ ծանր հիվանդության պատճառով հրաժարվի իշխանությունից, դա արդեն թագավորություն է։ Հիմա ինչ եմ ուզում ցույց տամ։ Մեկ էլ այսպիսի բաներ են հրապարակում, որ մի րոպե, համբերեք, քերին եկավ մեր բակը, դուլուլու, փող վերցել եմ, այս բանա, ցույց են տալիս, որ ինչպես է ընտրակաշառակեր զբռոդը բանանում, ասա, իբր թե էլի կարա եւ գովազդային ակցիա լինի, կեղծ ֆեյք լինի, բայց ինչ որ է, ֆեյք չի հրապարակում եմ։ Փող վերցել եմ, բայց հույթ է կընտրեմ, յանի բանա, էլի էսի հասկանալի է, ում դեմ է ուղված, կնտրեմ, ըտարը բաց թողած, այս անգրագետ մասաները հմիտենց փիս բան են ներկայանում։ Եռագլուխ էստեղ գրագետ է գրած, բավականին լավ ձեռով, մարդապան շանտաղա։ Բանա, էսի ումն է, էսի Ծառուկյանի քվեաթերթիկ է, մարդապան, հասկանում ես, սկի պոպոխությունները մյուս կյանքում, պոպոխությունները, այս անգրագետներին տեսեք, այս անգրագետները, այսօր պետական նշանակության հարց են որոշում, իրանց իրավունքն է, բայց իրանց կողքին գրագետները պետք է իրար գան, գիտակից մարդիկ պետք է իրար գան, ես այդպես բան չէի հանի, եթե սա որպես գովազդ պոպոխությունները մյուս կյանքում, այսինքն դու հասկանում ես, այս մարդիկ թագավորություն են ուզում, հանրապետություն չեն ուզում, մյուս կյանքում ասում է, համբերեք, պոպոխություն, այնպես որ իշխանապոպոխություն հնարավոր է, ձեր ցավը տանեմ, պետք է ապահովել մեծ մասնակցայնություն, օրենքի տառին համապատասխան, պետք է ապահովել մեծ մասնակցայնություն, ու կունենանք իրական թվեր, հնարավորություն կունենանք իրական իշխանափոխության։ Սա նաև ինչի համար է կարևոր։ Նայեք ժողովուրդ, երբ որ Վաշինգտոնը Ամերիկայի սահմանադրության մեջ գրած չէր, թե նախագահը քանի տարի կարա իշխի։ Գրած էր 4 տարի, բայց դրանից հետո վերընտրվություն էր։ Վաշինգտոնը 2 ժամկետ իշխանավարելուց հետո էլ չիշխանավարեց։ 2 տարով սահմանափակվեց։ Դա ամերիկյան պետական քաղաքական կյանքում համակարգում դարավ տրադիցիա, օրենքով գրված չէր, սահմանադրությամբ գրված չէր, բայց 2 տարուց ավել ոչ մի նախագահ չէր պաշտոնավարում։ Արանքում չգիտեմ ինչ որ մեկը լինում է 3 սրոք եւ լինում է Ռուզվելտի ժամանակ, Ռուզվելտը համահանում է, 3 թե 4 սրոք Ռուզվելտը կառավարում է։ Վերջում էլ բանա, մի խոսքով
այնպես չի որ ժամկետը լրանում է, երրորդ թե չորրորդ սրոկի վրա մի խոսքով, թե առողջականա սկզբում ելնում հետո է մահանում, թե մահանում է մի խոսքով պրծնում է, Ռուզվելտը մահանում է, եթե չեմ սխալվում ու վсё։ Էլ նախագիծը չի լինում։ Այս ամերիկացիները հավաքվեն, ասում են, չէ, ժողովուրդ, եկեք էդ էլ ֆիքսենք, որ 2 ժամկետից ավել չի կարելի, որովհետև Վաշինգտոնից թողած տրադիցիան 100-ամյակներ պահպանվել էր, բայց մի օր տենց հանգամանքների բերումով սկսեց խախտվել։ Ու մարդիկ այդ սովորությունը մցրեցին որպես սահմանադրական լրացում, որ 2 անգամից ավել նախագահ իրավունք չունի պաշտոնավարել։ Սա ինչի համար եմ ասում։ Հայաստանում այսպես թե այնպես նախագահական համակարգ ա եղել, 2 ժամկետից ավել իրավունք չեն ունեցել։ Այս Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ նորից էին մտնում ընտրապայքարի մեջ, իրանք մեծ խախտում էին անում այդ տրադիցիայի, որ ընկեր դուք 2 անգամ պաշտոնավարել եք գործադիր գերագույն գլխավորի դերում, հերիք ա, վсё, դուք երրորդ փորձը չպետք է անեք։ Ու բարեբախտաբար չեն ընտրվել։ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետ 18 թվականին փորձեց արդեն գնա որպես վարչապետ։ Էլի ժողովուրդը դա չընդունեց։ Okay, շատ լավ է, ցենտրա։ Հիմա եկել է այդ տրադիցիան մենք պետք է պահենք։ Եթե այս անգամ մենք կարողանանք իշխանափոխություն անենք, 2 տրադիցիա է հաստատվում Հայաստանի Հանրապետությունում ինքստինքյան։ Առաջի տրադիցիան, որ 2 ժամկետը, ինչ ուզում ես արա, սահմանադրության մեջ ինչ ուզում ես գրի, չես ուզում մի գրի։ 2 ժամկետից ավել չի կարելի ինգեր։ Ու մենք դա մեր նոր սահմանադրության մեջ արդեն կամրագրենք։ Եվ երկրորդը, 8-ամյա ժամկետը լրիվ բավարար է, որ դու երկրի հերը անիծես։ Այն հաջորդ երկրի հերն անիծողը, թողա, բայց 8 տարուց ավել չի կարա երկրի հերն անիծի։ Ու ամեն այդպես նոր եկողի 8 տարուց ավել ժամանակ չենք տալիս երկրի հերն անիծելու համար։ Ընդունենք, որ այտենց է, հա, իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունն այլասերում է, բացարձակապես, ու ցանկացած մեկը որ գալիս է իշխանություն դառնա, գալիս է որ երկրի հերն անիծի։ Ուրեմն, այդ ցանկացած մեկին 8 տարուց ավել ժամկետ չենք տալի։ Ասում ենք դու կարաս երկրի հերն անիծես 8 տարով, ոչ ավել։ Դրանից ավել գնա, ուրիշը պետք է գա։ Մեկ էլ կարա մի օր բախտներս բերի, որ այդ ուրիշը ոչ թե երկրի հերն անիծի, այլ երկիրը իրոք շենացնի, թույլ տա, որ երկիրը զարգանա, թույլ տա, որ մարդկանց տաղանդը դրսևորվի, թույլ տա, որ էլիտաները, ինտելեկտուալները, գաղափարականները առաջ գան առաջի պլան, ոչ թե փոփոխությունները մյուս կյանքում։ Հակսել այդ փոփոխություններով մարդիկ էլ լինեն դրսևորվեն, բայց հիմա մենակ իրանք են դրսևորվում։ Նախկինում դրսևորվել են միայն զորբաները, հիմա դրսևորվում են միայն իդիոտները։ Ինտելեկտուալ դրսևորում չկա։ Հասկանում եք, խնդրեմը որն է։ Զորբաների իշխանությունը փոխվել է ապիկարների իշխանությամբ, անճարների իշխանությամբ։ Ոչ այնա մի բան։ Հիմա մեզ ասում են ընտրեք սրանց մեջ զորբաների եւ բանը, անճարների մեջ։ Չէ, ախպեր, ընդ երրորդ տարբերակը կա։ Մենք սերնդափոխված քաղաքական գործիչների խումբ, որոնք լավ դասեր են քաղում, ինձ համար էլ էս ընտրապայքարը եղավ շատ լուրջ դաս, շատ լուրջ հետևություններ անելու համար։ Մենք էլ կամփոփենք այս ամեն ինչը նախընկերներով, հետո հրապարակային հանդես կգանք կներկայացնենք։ Հավատացնում եմ ձեզ, հետաքրքիր բաներ ունեմ կիսվելու ձեզ հետ, թե ինչ դասեր եմ քաղել։ Նույնիսկ ձեզ համար կարա անակնկալ լինի, թե ինչ դասեր եմ քաղել այս ընթացքում։ Ոչ այնքան հաճելի դասեր, բայց այդ է իրականությունը այնա ինչ որ կա։ Երբ պետք է իրականության հետ հաշվի նստենք։ Ես փոփոխությունները մեկ էլ ինչ էի մեկ էլ ուզում ցույց տալ։ Մեկ էլ ուզում էի ցույց տալ։ Հա, ԿՊԱ-ականները խառնվել են իրար մի այլ կարգի, Լավ, այդ մյուս անգամ։ Ժողովուրդ, հաջորդը ժամը 5-ին չենք անի, հաջորդ հանդիպումը կանենք ժամը 6-ին։ Էլի եթեր դուրս կգամ, նոր տվյալներ կամփոփենք, այդ նոր տվյալներով կներկայացնեմ ինչա կատարվում։ Կրկնում եմ, այս պահի դրությամբ եղած տվյալները հուշում են, որ հնարավոր այս տեմպը մասնակցայնության պահելու դեպքում Նիկոլ Փաշինյանը 50%-ը չի լրացնի։ Եթե Նիկոլ Փաշինյանը 50%-ը չլրացրեց, դա նշանակում է առնվազն ընտրությունների երկրորդ փուլ։ Դա ինքնին արդեն նշանակում է իշխանափոխություն։
Այս պահի դրությամբ պրոգնոզը ցույց է տալի, որ իշխանափոխությունը հնարավոր է։ Շարունակեք ինտենսիվ մասնակցել, շարունակեք ինտենսիվ քվեարկել, համոզեք ձեր շրջապատին, զանգեք, խոսացեք, բացատրեք, որ այդ քաղաքացիական այդ առաքինության դրսևորումը որպես բանակ ծառայելու պես կարևոր բանաընտրությանը մասնակցելը։ Չգիտեմ բանակում ծառայել եք թե չէ, բայց այս առումով գոնե կանեք չեն ծառայել։ Այս առումով խնդրում եմ ձեր քաղաքացիական պատասխանատվության տակ գտնվող այս առաքինությունը կատարեք։ Սա քաղաքացու առաքինություններից մեկն է, որը պետք է արվի։ Կոչ եմ անում գնաք անեք։ Ու օրվա վերջում արդյունքները կգնահատենք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ժամը 6-ին։